Պատկերացրեք ամբողջ կյանքն ապրել առանց իմանալու, որ սերը հենց ձեր առջև էր։ Նա կարծում էր, որ երբեք չի սիրի նորից, նա կարծում էր, որ արժանի չէ, բայց հետո նրանց ճակատագրերը միահյուսվեցին, իսկ դուք կարծում եք, որ սերն իսկապես ճանապարհ է գտնում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Զարթուցիչը զանգահարեց առավոտյան 5:30-ին, ինչպես միշտ, Անահիտը դանդաղ բացեց աչքերը, սովոր լինելով այդ ժամին, որը շատերի համար դեռ լուսաբաց էր։ Թույլ լույսը, որ մտնում էր առանձնատան հետնամասի իր փոքրիկ սենյակի պատուհանից, հազիվ էր լուսավորում փոքր տարածքը, բայց բավական էր, որ նա տեսներ իր տատիկի շրջանակված դիմանկարը մահճակալի կողքի սեղանիկին։ Մատների ծայրերով դիպավ լուսանկարին, շշնջաց բարի լույս, ինչպես անում էր ամեն առավոտ։ Դա մի ծես էր, որը նրան կապում էր միակ մարդու հետ, ով իսկապես սիրել էր իրեն այս աշխարհում։ Նույնիսկ Թագուհի տատիկի մահվանից 3 տարի անց Անահիտը դեռ ցավ էր զգում կրծքավանդակում, հիշելով այդ դժվար օրերը։ Նա վեր կացավ, ուղիղ գնաց լոգարան։ Սառը ցնցուղը լիովին արթնացրեց նրան, ոչ թե տաք ջուրը չէր աշխատում, այլ Անահիտը վաղուց էր սովորել, որ խնայելը անհրաժեշտ է, նույնիսկ երբ դրան այլս կարիք չկար։ Դա մի սովորություն էր, որը եկել էր դժվար ժամանակներից, երբ նա իր տատիկը խրճիթ էին կիսում Երանի ծայրամասում, ամեն էլեկտրաէներգիայի կամ գազի հաշիվ ծանր էր անդրադառնում սուղ բյուջեի վրա։ Այժմ, ապրելով Ալեքսանյանների առանձնատանը կենտրոնի շքեղ թաղամասում, Անահիտն ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր՝ հարմարավետ մահճակալ, առատ սնունդ, արժանապատիվ աշխատավարձ, բայց տաք ջուրը անհարկի շքեղություն էր թվում նրա համար, ով մեծացել էր քչով բավարարվելու սովոր, հագավ իր պարզ համազգեստը։ Շագանակագույն մազերը հավաքեց, կոկիկ հանգույցով իջավ խոհանոց։ Տունը դեռ լուռ էր։ Ռուբեն Ալեքսանյանը, տերը, սովորաբար արթնանում էր ժամը 7-ի շուրջը, իսկ փոքրիկ Հեղինեն արթնանում էր միայն 8-ից հետո, երբ Անահիտն արդեն պատրաստել էր նախաճաշը կարգի բերել տունը։ Դա մի առօրյա էր, որին Անահիտը տիրապետում էր աննկարագրելիորեն։ 3 տարի այդ առանձնատանը աշխատելը սովորեցրել էր նրան կանխատեսել յուրաքանչյուր կարիք, յուրաքանչյուր մանրուք։ Սուրճ պատրաստելիս Անահիտը նայեց խոհանոցի պատուհանից, այգին անթերի էր, ինչպես միշտ։ Այգեգործը գալիս էր շաբաթը 2 անգամ, բայց Անահիտն էր հոգ տանում պատշգամբի ծաղիկների մասին, Հեղինեի սիրելիները, դեղին վարդեր, աղջիկը սիրում էր այդ ծաղիկները, միշտ խնդրում էր Անահիտին ջրել դրանք իր հետ միասին։ Նա ժպտաց, հիշելով փոքրիկի ոգորությունը, երբ նոր վարդ էր բացվում։ Հեղինեն կյանքով լի երեխա էր, իր 7 տարեկան հասակով, այն ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր, բայց Անահիտը գիտեր, որ այդ ժպիտի հետում թաքնված էր մի տխրություն, որը աղջիկը փորձում էր թաքցնել։ Հեղինեի մայրը մահացել էր 3 տարի առաջ։ Անահիտը երբեք չգիտեր ամբողջական մանրամասները, միայն թե դա հանկարծակի դժբախտ պատահար էր եղել, մի բան, որի մասին տանը ոչ ոք չէր սիրում խոսել։ Այդ ժամանակից ի վեր Ռուբենը փակվել էր աշխարհի համար։ Նա հաջողակ գործարար էր, մի շինարարական ընկերության սեփականատեր, որը շենքեր էր կառուցում մայրաքաղաք Երանում, բայց հուզականորեն թվում էր, թե փակված է ապակե գմբեթում։ Անահիտը տեսնում էր, թե ինչպես է նա վաղ առավոտյան գնում աշխատանքի, ուշ գիշերով վերադառնում, միշտ այդ լուրջ, գրեթե բացակա արտահայտությամբ։ Նա հազիվ էր խոսում իր դստեր հետ, սահմանափակվելով դպրոցի կամ տնային աշխատանքի մասին հիմնական հարցերով։ Մնացած ժամանակ Ռուբենը ընկղմված էր փաստաթղթերի, զանգերի, հանդիպումների մեջ։ Անահիտն էր, ով լրացնում էր Հեղինեի կյանքի դատարկությունը։ Նա ամեն առավոտ աղջկան տանում էր դպրոց, վերցնում էր կեսօրից հետո, օգնում էր տնային աշխատանքի հետ, խաղում էր այգում, քնելուց առաջ պատմություններ էր պատմում։ Սկզբում Անահիտն այդ ամենը դիտում էր որպես աշխատանքի մի մաս, ի վերջո նրան վարձել էին ոչ միայն որպես տնային տնտեսուհի, այլ Հեղինեին խնամելու համար, բայց ժամանակի ընթացքում դա դադարեց լինել պարզապես աշխատանք։ Անահիտը կապվեց այդ երեխայի հետ, կարծես նա իր սեփական դուստրը լիներ, իսկ Հեղինեն իր հերթին Անահիտի մեջ տեսնում էր շատ ավելին, քան պարզապես աշխատող։ Նա տեսնում էր մայր, գրկախառնություն, սեր, որը նա ուրիշ ոչ մեկի մոտ չէր գտնում։ Սուրճը պատրաստ էր, երբ Ռուբենը իջավ աստիճաններով, նա կրում էր անթերի մուգ կապույտ կոստյում, կատարելապես հարմարեցված փողկապ, փայլուն կոշիկներ։ 36 տարեկան Ռուբեն Ալեքսանյանը գեղեցիկ տղամարդ էր, նկատելի դիմագծերով, միշտ լավ սանրված մուգ մազերով, շագանակագույն աչքերով, որոնք հազվադեպ էին որես զգացմունք դրսորում։ Անահիտը սուրճը մատուցեց լուռ, ինչպես միշտ անում էր։ Նա գլխով շնորհակալություն հայտնեց, նստեց սեղանի շուրջ, արդեն բացելով իր նոթբուքը, էլեկտրոնային նամակները ստուգելու համար։ Բարի լույս, պարոն Ռուբեն, ասաց Անահիտը, պահպանելով այն հարգալից տոնը, որը միշտ օգտագործում էր։ Բարի լույս, Անահիտ, պատասխանեց նա, աչքերը էկրանից չկտրելով։
Տիկին Մարիամը զանգահարել էր 3 գիշեր, խնդրեց տեղեկացնել, որ այսօր կեսօրից հետո կգա Հեղինեին տեսնելու, Ռուբենը գլխով արեց, արագորեն ինչ-որ բան մուտքագրելով, նրա մայրը, տիկին Մարիամը, այն քիչ մարդկանցից էր, ով դեռ կարողանում էր որե արձագանք ստանալ։ Գործարարից նա այցելում էր իր թոռնուհուն շաբաթը առնվազն 2 անգամ, միշտ մտահոգված աղջկա բարեկեցությամբ, Անահիտը սիրում էր տիկին Մարիամին, նա էլեգանտ, մեղմ խոսող տիկին էր, ով միշտ Անահիտին վերաբերվում էր հարգանքով սիրով։ Ի տարբերություն որոշ տանտերերի, որոնց Անահիտը հանդիպել էր իր կյանքի ընթացքում, տիկին Մարիամը երբեք չէր ստիպել նրան իրեն ստորադաս զգալ, շնորհակալություն տեղեկացնելու համար, ասաց Ռուբենը, փակելով նոթբուքը վեր կենալով, ես պետք է գնամ։ Այսօր ամբողջ օրը հանդիպումներ ունեմ։ Ես ամեն ինչ կկարգավորեմ այստեղ, կարող եք հանգիստ լինել, Ռուբենը կարճ մի ակնթարթ նայեց Անահիտին, այդ հայացքում ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում վերծանել, դա պարզապես շնորհակալություն չէր լավ կատարված աշխատանքի համար, դա ավելի խորը բան էր, բայց այնքան ճնշված, որ հազիվ էր նկատվում, նա արագ շեղեց հայացքը դուրս եկավ դռնից, մեքենայի գործարկման ավտոտնակից դուրս գալու ձայնը արձագանքելով դատարկ տանը, Անահիտը հոգոց հանեց վերադարձավ խոհանոց, շատ անելիքներ ուներ մինչ Հեղինեին արթնացնելը։ Մաքրեց խոհանոցը, կարգի բերեց հյուրասենյակը, սրբեց գրադարանի կահույքը, առանձնատունը մեծ էր, 3 հարկանի բազմաթիվ սենյակներով, բայց Անահիտն արդեն ճանաչում էր յուրաքանչյուր անկյուն, այնտեղ աշխատելը հոգնեցուցիչ էր, բայց նա սիրում էր դա։ Դա ազնիվ աշխատանք էր, աշխատավարձը թույլ էր տալիս նրան ամեն ամիս գումար հավաքել, Անահիտը երազանք ուներ, մի ծրագիր, որը պահում էր իր համար, ցանկանում էր վերադառնալ ուսմանը, դադարեցրել էր 8-րդ դասարանում, երբ տատիկը հիվանդացավ, նա ստիպված էր լիարժեք աշխատել։ Հաշիվները վճարելու համար, բայց այժմ 26 տարեկանում Անահիտը զգում էր, որ դեռ ժամանակ կա, միգուցե նա կարող էր բուժքույրական տեխնիկական դասընթաց անցնել, միշտ ցանկություն ուներ մարդկանց խնամելու, ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն մտցնելու։ Պարզապես պետք էր մի փոքր ավելի շատ գումար հավաքել ճիշտ ժամանակը գտնել, 8-ին ուղիղ Անահիտը բարձրացավ Հեղինեի սենյակ, աղջիկը սկսում էր արթնանալ, աչքերը շփելով հորանջելով, երբ նա տեսավ Անահիտին մտնող, նրա դեմքը լուսավորվեց, բարի լույս, Անահիտ, ասաց Հեղինեն, օգտագործելով այն սիրալիր մականունը, որը ստեղծել էր Անահիտի համար, բարի լույս իմ սեր, դու լավ քնեցիր, երազում տեսա, որ մենք զբոսայգում էինք, դու ինձ սովորեցրիր հեծանիվ քշել առանց օժանդակ անիվների, Անահիտը ժպտաց նստեց մահճակալի եզրին, ինչ գեղեցիկ երազ, եւ ով գիտի, միգուցե մենք դա իրականություն դարձնենք, հաջորդ հանգստյան օրերին կարող ենք փորձել, ինչ ես կարծում, իսկապես, Հեղինեն ցատկեց մահճակալից ոգորված, խոստանում ես, ես խոստանում եմ, բայց հիմա գնանք, տիկնակ, պետք է նախաճաշես պատրաստվես դպրոցի համար։ Մինչ Հեղինեն լողանում էր հագնվում, Անահիտը պատրաստեց աղջկա նախաճաշը, բլիթներ մեղրով, թարմ նարնջի հյութ մանրացված մրգեր, Հեղինեն ախորժակով ուտում էր, պատմելով արվեստի դասի մասին, որը պետք է ունենար այդ օրը, Անահիտը ուշադիր լսում էր, հարցեր տալով անկեղծ հետաքրքրություն դրսևորելով, այդ պահերը թանկ էին երկուսի համար էլ, Հեղինեին դպրոց տանելուց հետո Անահիտը վերադարձավ առանձնատուն շարունակեց իր ամենօրյա գործերը, լվաց հագուստը, արդուկեց, ծալեց ամեն ինչ դրեց իր տեղը։ Պատրաստեց ճաշը, մսի շոգեխաշած բանջարեղենով, որը Ռուբենը սիրում էր թե գիտեր, որ նա հավանաբար տուն չէր գա ճաշելու, մաքրեց լոգարանները, փոխեց սրբիչները, կարգի բերեց մահճակալները, ամեն ինչ նույն խնամքով նվիրվածությամբ, որը միշտ ուներ, գրեթե կեսօր էր, երբ Անահիտը վերի հարկից եկող տարօրինակ ձայն լսեց, խուլ հարված, որին հաջորդեց լռություն, նա դադարեցրեց իր անելիքը լռեց, փորձելով պարզել, թե որտեղից է գալիս ձայնը, տունը պետք է դատարկ լիներ, բացի իրենից։ Ռուբենը սովորաբար օրվա ընթացքում տուն չէր վերադառնում, իսկ Հեղինեն վերադառնում էր միայն կեսօրից հետո, պարոն Ռուբեն, կանչեց Անահիտը, դանդաղ բարձրանալով աստիճաններով, արձագանք չկար, Անահիտի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, ինչ-որ բան այն չէր, նա շրջեց երկրորդ հարկի միջանցքով, ստուգելով յուրաքանչյուր սենյակ, ամեն ինչ նորմալ էր թվում, մինչ նա մոտեցավ գլխավոր ննջասենյակին, լոգարանի դուռը կիսաբաց էր, ներսից ջրի հոսքի ձայն էր գալիս, պարոն Ռուբեն, դուք այնտեղ եք, Անահիտը նուրբ թակեց դուռը, լռություն։ Մարմնովը սարսուռ անցավ, Անահիտը դանդաղ բացեց դուռը, այն ինչ տեսավ, ստիպեց նրան մեկ վայրկյանով քարանալ, Ռուբենը ընկած էր լոգարանի հատակին, անգիտակից, ցնցուղը դեռ բաց էր, ամեն ինչ թրջելով, նրա գլխի մոտ մի փոքր արյան լճակ կար, նա չէր շարժվում, իմ Աստված, Անահիտը վազեց նրա մոտ, ծնկի իջնելով նրա կողքին, պարոն Ռուբեն, արթնացեք, նա ստուգեց նրա շնչառությունը, ձեռքը դնելով քթի մոտ, նա շնչում էր, բայց անգիտակից էր, Անահիտը շուրջբոլորը նայեց, փորձելով հասկանալ, թե ինչ է պատահել։ Լոգարանի հատակը թաց էր սայթաքում, հավանաբար։
Նա սայթաքել էր ընկնելիս գլուխը հարվածել, ժամանակ չէր կարելի կորցնել, Անահիտը իր գոգնոցի գրպանից հանեց բջջային հեռախոսը անմիջապես զանգահարեց շտապօգնություն, ձեռքերը դողում էին, բայց նրա ձայնը ամուր պարզ էր, երբ պատասխանեցին՝ «Ալո, ինչ շտապօգնություն է պետք, իմ տերը ընկել է լոգարանում, հարվածել է գլուխը անգիտակից է, նա շնչում է, բայց չի արթնանում, խնդրում եմ, արագ եկեք»։ Հասցեմ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տալուց հետո Անահիտը անջատեց հեռախոսը, կրկին ուշադրությունը դարձրեց Ռուբենին, նա վերցրեց սրբիչ նուրբ սեղմեց նրա գլխի վերքի վրա, արյունահոսությունը դադարեցնելու համար, փակեց ցնցուղը փորձեց նրան ավելի հարմար դիրքի բերել, միշտ զգույշ լինելով, որ չափից շատ չշարժի նրան, ամեն ինչ լավ կլինի, պարոն Ռուբեն, շշնջաց Անահիտը, նույնիսկ իմանալով, որ նա չէր կարող լսել իրեն, ես այստեղ եմ, օգնությունը գալիս է, րոպեները ժամեր էին թվում, Անահիտը հստակ չգիտեր, թե որքան ժամանակ անցավ, մինչ լսեց մոտեցող շտապօգնության մեքենայի շչակի ձայնը։ Նա վազեց դուռը բացելու։ Բուժաշխատողներին լոգարան ուղղորդելու համար, նրանք արագ արդյունավետ էին, ստուգելով Ռուբենի կենսական նշանները, անշարժացնելով պարանոցը նրան զգուշությամբ տեղադրելով պատգարակի վրա։ Դուք ընտանիքի անդա՞մ եք, հարցրեց բուժաշխատողներից մեկը։ Ոչ, ես աշխատող եմ, բայց ես եմ նրան գտել։ Հիմա ինչ կլինի, մենք նրան կտանենք Էրեբունի բժշկական կենտրոն, ավելի լավ է դուք զանգահարեք նրա ընտանիքին։ Անահիտը ուղեկցեց շտապօգնության մեքենան մինչ դուռը, տեսնելով, թե ինչպես է այն հեռանում, լույսերը թարթելով, նրա սիրտը դեռ արագ էր բաբախում, ձեռքերը դողում էին, նա վերադարձավ տուն կրկին վերցրեց բջջային հեռախոսը, պետք էր զանգահարել տիկին Մարիամին, բայց մինչ այդ նա նայեց ժամացույցին, շուտով պետք է Հեղինեին դպրոցից վերցներ, ինչպե՞ս էր բացատրելու աղջկան, թե ինչ էր պատահել, նա խորը շունչ քաշեց հավաքեց տիկին Մարիամի համարը, տիկինը պատասխանեց երկրորդ զանգից, Անահիտ, սիրելիս, ո՞նց ես, տիկին Մարիամ, ես պետք է ձեզ հետ խոսեմ, դա Ռուբենի մասին է։ Նա դժբախտ պատահար է ունեցել այստեղ, տանը։ Ընկել է լոգարանում հարվածել է գլուխը, ես շտապօգնություն կանչեցի, նրանք նրան տարան Էրեբունի բժշկական կենտրոն, նա անգիտակից էր, բայց շնչում էր, հեռախոսի մյուս կողմում լռություն տիրեց, Անահիտը կարող էր լսել տիկին Մարիամի հոցը, իմ Աստված, իմ որդին, ես հիմա գնում եմ հիվանդանոց, Անահիտ, կարող ես մնալ Հեղինեի հետ, այո, իհարկե, ես նրան կվերցնեմ դպրոցից կհոգամ նրա մասին այստեղ, դուք ոչ մի բանի համար մի անհանգստացեք, պարզապես գնացեք տեսեք Ռուբենին, շնորհակալություն, իմ աղջիկ։ Շատ շնորհակալություն իմ որդուն փրկելու համար, ես կզանգեմ, հենց նորություններ ունենամ, Անահիտը անջատեց հեռախոսը մի պահ նստեց բազմոցին, ոտքերը թուլացել էին, նա պետք է մարսեր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, փրկեց Ռուբենի կյանքը, արդյոք դա էր, ինչ նա արեց, միտքը նրան գլխապտույտ էր պատճառում, երբեք չէր պատկերացրել, որ մի օր նման իրավիճակում կհայտնվեր, բայց հիմա դրա մասին մտածել չէր կարող, պետք է ուժեղ լիներ, Հեղինեի համար, Ռուբենի համար, նրանց բոլորի համար։ Նա գնաց Հեղինեին դպրոցից վերցնելու։ Աղջկան տուն բերեց, փորձելով պահպանել հանգստությունն ու նորմալությունը, Հեղինեն նկատեց, որ ինչ-որ բան տարբեր է, բայց Անահիտն ասաց միայն, որ հայրիկն աշխատանքի հետ անակնկալ է ունեցել, որ տատիկ Մարիամը ավելի ուշ կզանգի։ Պատրաստեց աղջկա համար խորտիկ, օգնեց տնային աշխատանքի հետ խաղաց նրա հետ այգում, փորձելով առօրյան հնարավորինս նորմալ պահել, երբ տիկին Մարիամը վերջապես զանգահարեց, արդեն գիշեր էր, Անահիտը պատասխանեց անհանգիստ, ինչպես է նա արթնացավ, Անահիտ։ Բժիշկներն ասացին, որ մեծ վախ էր, բայց նա լավ կլինի, գլխին կտրվածք ունի, որը կարել է պահանջել թեթ ուղեղի ցնցում, բայց ոչ մի լուրջ բան, փառք Աստծո, դու այնտեղ էիր, եթե ավելի ուշանար, կարող էր շատ ավելի վատ լինել, Անահիտը զգաց, որ արցունքներն անսպասելիորեն բռնկվեցին, նա նույնիսկ չգիտեր, որ մինչ այդ պահը զսպում էր իր զգացմունքները, ձեռքը դրեց կրծքին խորը շունչ քաշեց, լավ է, փառք Աստծո, նա այս գիշեր հիվանդանոցում կմնա հսկողության տակ, բայց վաղը պետք է դուրս գրվի, կարող ես մնալ Հեղինեի հետ, իհարկե, տիկին Մարիամ։ Կարող եք ամեն ինչ թողնել ինձ, դու հրեշտակ ես, Անահիտ, չգիտեմ, թե ինչ կլիներ մեզ հետ առանց քեզ, երբ խոսակցությունն ավարտվեց, Անահիտը գնաց Հեղինեի սենյակ, աղջիկն արդեն գիշերազգեստով էր, սպասելով գիշերվա պատմությանը, Անահիտ, հայրիկը լավ կլինի։ Անահիտը նստեց նրա կողքին, շոյեց նրա մազերը, այո, իմ սեր, քո հայրիկը պարզապես փոքրիկ դժբախտ պատահար է ունեցել, բայց տատիկ Մարիամը նրա հետ է, բժիշկները շատ լավ են խնամում նրան, վաղը նա արդեն տուն կվերադառնա, եւ դու կմնաս մեզ հետ։ Անահիտը ամուր գրկեց աղջկան, միշտ, Հեղինե, ես միշտ կլինեմ ձեզ հետ, այդ գիշեր, երբ Հեղինեն քնեց, Անահիտը վերադարձավ տան հետնամասի իր փոքրիկ սենյակ, նստեց մահճակալին կրկին նայեց տատիկի լուսանկարին, օրվա զգացմունքները դեռ թարմ էին, նա ճիշտ բան էր արել, արագ էր գործել, պահպանել էր հանգստությունը, փրկել էր կյանք, բայց ինչու՞։
Էր այդ ցավը զգում կրծքավանդակում, ինչու՞։ Ռուբենի անգիտակից դեմքը լոգարանի հատակին դուրս չէր գալիս իր մտքից, միայն աշխատողի մտահոգությունն էր տիրոջ նկատմամբ, թե ավելին կար, Անահիտը գլուխը շարժեց, հեռացնելով այդ մտքերը, նա չէր կարող իրեն թույլ տալ որևէ բան զգալ, բացի հարգանքից երախտագիտությունից այդ աշխատանքն ունենալու համար, Ռուբենը իր տերն էր, նա իր աշխատողն էր, գծերը հստակ էին, լավ սահմանված։ Դրանք չէին կարող հատվել, բայց երբ նա պառկեց փակեց աչքերը, Անահիտը չէր կարող ժխտել, որ այդ օրը իր ներսում ինչ-որ բան փոխվել էր, եւ որքան էլ փորձեր անտեսել, այդ փոփոխությունն արդեն սկսել էր ամեն ինչ փոխակերպել, ասացեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն ինչպես կավարտվի, Ռուբենը տուն վերադարձավ հաջորդ օրը, ինչպես կանխատեսել էր տիկին Մարիամը, Անահիտը հյուրասենյակում էր, երբ լսեց մեքենայի ժամանումը, նրա սիրտը թռավ, առանց հասկանալու, թե ինչու։ Նա սրբեց ձեռքերը գոգնոցով գնաց դեպի դուռը, տեսնելով տիկին Մարիամին, ով օգնում էր որդուն ներս մտնել, Ռուբենը գունատ էր, գլխի կողքին սպիտակ վիրակապով, դանդաղ է շարժվում, կարծես յուրաքանչյուր քայլ կենտրոնացված ջանք էր պահանջում, պարոն Ռուբեն, թույլ տվեք օգնել, ասաց Անահիտը, արագ մոտենալով, Ռուբենը նայեց նրան, առաջին անգամը, երբ Անահիտը աշխատում էր այդ տանը, նա այլ բան տեսավ նրա աչքերում, դա պարզապես հոսպիտալացման հոգնածությունը կամ վերքի ցավը չէր, դա երախտագիտության ինչ-որ ավելի խառնուրդ էր, որը նա չէր կարողանում անվանել, շնորհակալություն, Անահիտ, ասաց նա, ընդունելով նրա աջակցությունը, միասին, Անահիտը տիկին Մարիամը օգնեցին Ռուբենին բարձրանալ աստիճաններով հարմարվել մահճակալին։ Բժիշկը խորհուրդ էր տվել բացարձակ հանգիստ առնվազն 1 շաբաթ։ Դրանից հետո նա պետք է վերադառնար կարերը հանելու համար, տիկին Մարիամը մնաց այնտեղ, կարգի բերելով ամեն ինչ, մինչ Անահիտը իջավ, նրա համար թեթ ուտելիք պատրաստելու, երբ նա վերադարձավ տնական հավի ապուրով, բանջարեղենով երիցուկի թեյով։ Տիկին Մարիամը նստած էր որդու մահճակալի կողքին, նրա հետ մեղմորեն խոսելով, Անահիտը թակեց դուռը մտնելուց առաջ, թույլ տվեք, ես թեթ ճաշ բերեցի պարոն Ռուբենի համար, դուք հրաշք եք, Անահիտ, ասաց տիկին Մարիամը, վեր կենալով, թույլ տվեք, որ ես կերակրեմ նրան, դուք արդեն շատ եք արել, ոչ մի անհարմարություն չկա, տիկին Մարիամ, դա իմ աշխատանքի մի մասն է, հոգ տանել տան նրանում գտնվողների մասին, Ռուբենը դիտում էր երկու կանանց միջ փոխանակումը, Անահիտը նկատեց, որ նա ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց վարանում էր։ Նա դրեց սկուտեղը մահճակալի կողքի սեղանիկին պատրաստվում էր դուրս գալ, երբ նա վերջապես խոսեց, Անահիտ, սպասիր, նա շրջվեց, ձեռքերը կրծքի առջ խաչված, այո, պարոն Ռուբեն, ես ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել, մայրս ինձ ամեն ինչ պատմեց, եթե դու ինձ ժամանակին չգտնեիր, եթե այդքան արագ չգործեիր, ես կարող էի, նա չավարտեց նախադասությունը, բայց բոլորը գիտեին, թե ինչ էր ուզում ասել, ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած մարդ, պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես են այտերը տաքանում, կարևորն այն է, որ դուք հիմա լավ եք, դա պարզապես այն չէր, ինչ կաներ ցանկացած մարդ, Անահիտ, միջամտեց տիկին Մարիամը, դու փրկեցիր իմ որդու կյանքը, երբեք չեմ մոռանա դա, մեր ընտանիքը քեզ հավերժական պարտք ունի։ Անահիտը չգիտեր, թե ինչպես պատասխանել։ Նա գլխով շնորհակալություն հայտնեց դուրս եկավ սենյակից, զգալով այդ բառերի ծանրությունը, հավերժական պարտք, նա չէր ուզում, որ նրանք իրենց պարտք զգային, նա արել էր այն, ինչ սիրտը հրամայել էր, ոչ ավելին, հաջորդ օրերը լարված էին։ Ռուբենին մշտական խնամք էր անհրաժեշտ, Անահիտը այդ պատասխանատվությունը ստանձնեց նվիրվածությամբ, նա սնունդ էր տանում սենյակ, համոզվում էր, որ նա դեղերը ճիշտ ժամանակին է ընդունում, փոխում էր վիրակապը, հետելով բժշկի ցուցումներին։ Տիկին Մարիամը մնում էր այնտեղ օրվա ընթացքում։ Բայց գիշերը վերադառնում էր իր տուն, Անահիտին թողնելով ամեն ինչի հոգսը, Հեղինեն իր հերթին անհանգստանում էր հայրիկի համար, աղջիկը ժամեր էր անցկացնում նրա սենյակում, պատմելով դպրոցի մասին, ցույց տալով իր նկարները, փորձելով նրան դուրս բերել այն ծանր լռությունից, որը միշտ շրջապատել էր նրան, եւ Անահիտի զարմանքին Ռուբենը սկսեց պատասխանել, դանդաղ ամաչկոտորեն, բայց նա այնտեղ էր, ներկա այնպես, ինչպես երբեք չէր եղել նախկինում, մի գիշեր Անահիտը բարձրացավ, ստուգելու, թե արդյոք Ռուբենին ինչ-որ բան պետք է քնելուց առաջ, նա թակեց դուռը լսեց թույլը ներս, երբ նա մտավ, նա գտավ նրան նստած պատուհանի մոտի բազկաթոռին, նայելով լուսնի լույսով լուսավորված այգուն, պարոն Ռուբեն, դուք պետք է հանգստանաք մահճակալին, ես գիտեմ, բայց չեմ կարող քնել։ Ամբողջ օրը պառկած եմ անցկացրել, Անահիտը մոտեցավ անհանգստացած, ցավ զգում եք, ուզում եք, որ մեկ անալգետիկ բերեմ, դա ֆիզիկական ցավ չէ, Անահիտ, դա ուրիշ բան է, նա կանգնած մնաց չիմանալով պետք է ավելին հարցներ, թե պարզապես նրան հանգիստ թողներ, Ռուբենը
Լուծեց հարցը նրա համար, նստիր այստեղ, խնդրում եմ, նա մատնացույց արեց պատուհանի կողքի մյուս բազկաթոռը, Անահիտը մեկ վայրկյան վարանեց, բայց հնազանդվեց, նա նստեց աթոռի եզրին, ձեռքերը ծնկներին, սպասելով, որ նա խոսի, դուք գիտեք, թե ինչ պատահեց իմ կնոջը, հարցրեց Ռուբենը, դեռ դուրս նայելով, Անահիտը կուլ տվեց, նա գիտեր որոշ անորոշ մանրամասներ, բայց ոչ ոք երբեք բացահայտ չէր խոսել այդ մասին նրա հետ, գիտեմ, որ նա մահացել է 3 տարի առաջ, դժբախտ պատահար։ Ռուբենը դանդաղ գլխով արեց, ավտովթար էր։ Աշխատանքային ուղղությունից վերադառնալիս, ասացին, որ նա չի տառապել։ Որ դա ակնթարթային էր, բայց ես երբեք չեմ հավատացել դրան, ինչպես կարող է տառապանք չլինել, երբ կյանքը այդպես հանկարծակի խլվում է, Անահիտը ոչինչ չասաց, պարզապես լսում էր, իմանալով, որ երբեմն մարդկանց պարզապես պետք է մեկը, ով պատրաստ է լսել։ Երբ նա հեռացավ, ես փակվեցի, շարունակեց Ռուբենը, կարծում էի, որ եթե ոչինչ չզգամ, ցավն ավելի քիչ կլինի, ես ինձ նետեցի աշխատանքի մեջ, հեռացա ամեն ինչից բոլորից, նույնիսկ իմ սեփական դստերից, նա ձեռքը տարավ դեմքին, ակնհայտորեն հուզված։ Ես շատ վատ հայր էի։ Անահիտ, հեղինեին ես պետք էի, իսկ ես այնտեղ չէի, դու այնտեղ էիր, դու միշտ այնտեղ էիր, պարոն Ռուբեն, ես կարծում եմ, որ դուք չափազանց կոշտ եք ձեր նկատմամբ, յուրաքանչյուր մարդ ցավը տարբեր կերպ է հաղթահարում, բայց այդպես չպետք է լիներ։ Ոչ այն դեպքում, երբ դու դուստր ունես, ով կորցրել է մորը հոր կարիքն ուներ, նա վերջապես նայեց Անահիտին, նա արցունքներ տեսավ նրա աչքերում, երբ ես արթնացա այդ հիվանդանոցում, մայրս ինձ պատմեց, թե ինչ ես արել, ես ինչ-որ բան հասկացա, ես հասկացա, որ կարող էի։ Հեղինեին մենակ թողնել այս աշխարհում, կարող էի նրա հետ անել այն, ինչ կյանքն արեց ինձ հետ, երբ կորցրի կնոջս, եւ հենց այդ պահին հասկացա, որ պետք է փոխվեմ, պետք է ներկա լինեմ, պետք է իսկական հայր լինեմ, Անահիտը զգաց, որ իր աչքերն էլ են արցունքներով լցվում, նա երբեք այդպես չէր տեսել Ռուբենին, այդքան բաց, այդքան խոցելի, եւ դա ինչ-որ խորը բան շարժեց նրա ներսում, երբեք ուշ չէ նորից սկսել, պարոն Ռուբեն, եւ հեղինեն այնքան ուրախ կլինի, որ հայրիկը վերադարձել է։ Եվ ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել քեզ, Անահիտ, ոչ միայն ինձ փրկելու համար, այլ իմ դստերը բոլոր այս տարիներին խնամելու համար, լինել այն մայրը, որին ես թույլ չտվեցի, որ նա ունենա, ես հեղինեին սիրում եմ, կարծես նա իմ դուստրը լինի, ասաց Անահիտը, ձայնը խեղդված։ Նա հատուկ աղջիկ է, դու էլ ես հատուկ, Անահիտ, ավելի քան պատկերացնում ես, նրանց միջ հարմարավետ լռություն տիրեց, Անահիտը վեր կացավ, զգալով, որ այդ խոսակցությունը հասել է իր բնական ավարտին, ես թույլ կտամ ձեզ հանգստանալ, ինչ որ բան լինի, պարզապես կանչեք ինձ։ Բարի գիշեր, Անահիտ, եւ շնորհակալություն ամեն ինչի համար, խնդրեմ, պարոն Ռուբեն, լավ քնեք, հաջորդ օրերին Անահիտը Ռուբենի մոտ աստիճանական փոփոխություն նկատեց, նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել հեղինեի հետ, նույնիսկ դեռ ապաքինվելիս։ Նա սեղանի խաղեր էր խաղում նրա հետ, միասին մուլտֆիլմեր էր դիտում, ծիծաղում էր աղջկա պատմածներից, հեղինեն ուրախ էր, դա տեսնելը ջերմացնում էր Անահիտի սիրտը, բայց այդ ուրախության հետ մեկտեղ եկավ նա մի շփոթված զգացում, որը Անահիտը փորձում էր անտեսել։ Նա իրեն բռնում էր Ռուբենի մասին ավելի շատ մտածելիս, քան պետք է, հիշում էր նրանց գիշերային զրույցները, երբ տունը լուռ էր, միայն նրանք երկուսն էին, հիշում էր, թե ինչպես էր նա նայում իրեն, այդ երախտագիտությամբ խառնված ինչ-որ ավելիով։ Եվ դա վախեցնում էր նրան, Անահիտը գիտեր իր տեղը, նա աշխատողն էր, նա տերն էր, նրանց միջ հսկայական սոցիալական հեռավորություն կար, նույնիսկ եթե Ռուբենը նրան հարգանքով էր վերաբերվում, դա չէր փոխում իրականությունը։ Նա չէր կարող իրեն թույլ տալ ոչինչ զգալ, բացի ընկերությունից։ Պրոֆեսիոնալ հարգանքից, բայց սիրտը համառ, ինչպես միշտ չէր ենթարկվում բանականության կանոններին, դժբախտ պատահարից մեկ շաբաթ անց Ռուբենը վերջնականապես դուրս գրվեց հիվանդանոցից, կարերը հանվեցին, նրան թույլատրվեց աստիճանաբար վերադառնալ նորմալ գործունեությանը, սակայն Անահիտի զարմանքին նա որոշեց մի քանի օր տանից աշխատել, պետք է վերականգնեմ հեղինեի հետ կորցրած ժամանակը, բացատրեց նա նախաճաշի ժամանակ, եւ բացի այդ, ամեն ինչ կարող եմ լուծել տեսակոնֆերանսով, հեղինեն երջանկության 7-րդ երկնքում էր, հայրիկին օրվա ընթացքում տանը ունենալը մի երազանք էր, որի իրականանալը նա չգիտեր, եւ Անահիտը, նույնիսկ փորձելով պահպանել հուզական հեռավորությունը, չէր կարողանում չժպտալ, տեսնելով նրանց երկուսին միասին։ Հենց մի շաբաթ օրվա կեսօրին ամեն ինչ վերջնականապես փոխվեց, հեղինեն խնդրել էր գնալ զբոսայգի, Ռուբենը, տարիների ընթացքում առաջին անգամ համաձայնվել էր տանել նրան, բայց երբ ժամանակը եկավ դուրս գալու, նա նայեց Անահիտին ասաց մի բան, որը նրան անխոս թողեց, եկեք մեզ հետ, Անահիտ, հեղինեն կուրախանա, ես էլ, Անահիտը վարանեց, նրանց հետ զբոսայգի գնալը թվում էր, թե հատում է մի անտեսանելի գիծ, որը նա միշտ հարգել էր, բայց հեղինեն արդեն քաշում էր նրա ձեռքը, աղաչելով այդ փայլուն աչքերով, Անահիտը չուներ համարձակություն մերժելու, լավ։
Ես կգամ ձեզ հետ, զբոսայգին լի էր այդ արոտ կեսօրին, երեխաները վազվզում էին մարգագետնում, ընտանիքները պիկնիկ էին անում, օդը լի էր ծիծաղով ու ուրախ խոսակցություններով, Հեղինեն վազեց դեպի խաղալիքները, Անահիտը հետեց նրան միշտ ուշադիր, որ աղջիկը չվնասվեր, Ռուբենը նստած մնաց մոտակա նստարանին, նայելով նրանց երկուսին ժպիտով դեմքին, մի որոշ ժամանակ անց Հեղինեն ուզեց հեծանիվ քշել, Ռուբենն օգնեց աղջկան նստել հեծանիվին, որը նրանք մեքենայով էին բերել, միասին նա ու Անահիտը վազեցին նրա կողքով, բռնելով հեծանիվը, մինչ Հեղինեն ոտնակ էր հարվածում, աղջիկը բարձր ծիծաղում էր, ոգորված, երբ վերջապես կարողացավ մի քանի մետր ինքնուրույն քշել, բոլորը տոնեցին, կարծես դա աշխարհի ամենամեծ ձեռքբերումը լիներ, ես կարողացա, Անահիտ։ Հայրիկ։ Տեսար, այո, իմ արքայադուստր, դու զարմանալի ես, ասաց Ռուբենը, աղջկան գրկելով նրա հետ պտտվելով, Անահիտը դիտում էր այդ տեսարանը, սիրտը հուզմունքից սեղմված, այնքան գեղեցիկ էր տեսնել այդ ընտանիքին նորից միանալիս, անցյալի վերքերից բուժվելիս։ Բայց միաժամանակ տխրության մի թեթ ցավ կար, որովհետև նա գիտեր, որ դա հավերժ չէ, նա պարզապես աշխատող էր, ի վերջո ամեն ինչ կվերադառնար նորմալ հունին, նա կվերադառնար իր տեղը կուլիսներում, երբ Արը սկսեց մայր մտնել, նրանք վերադարձան տուն։ Հեղինեն հոգնած էր, բայց երջանիկ, Անահիտը հատուկ ընթրիք պատրաստեց օրը նշելու համար, նրանք երեքը միասին կերան սեղանի շուրջ մի բան, որը հազվադեպ էր պատահում, խոսակցությունը բնականորեն էր հոսում, Անահիտը, առաջին անգամ, իրեն զգաց այդ ընտանիքի մի մասը։ Երբ Հեղինեն քնեց, Անահիտը խոհանոցում էր ամանները լվանալիս, երբ հայտնվեց Ռուբենը, թույլ տվեք օգնել, ասաց նա, վերցնելով սրբիչը, պարոն Ռուբեն, կարիք չկա, ես արագ կավարտեմ, ես ուզում եմ օգնել, Անահիտ, եւ խնդրում եմ, դադարեցրեք ինձ պարոն Ռուբեն անվանել։ Երբ մենք մենակ ենք, պարզապես Ռուբենը լավ է, Անահիտը նայեց նրան, զարմացած, բայց դա հարմար չի լինի, ես ձեզ համար եմ աշխատում, դուք շատ ավելին եք, քան պարզապես աշխատող այս տանը, Անահիտ, դուք ընտանիքի անդամ եք, Հեղինեն ձեզ սիրում է, մայրս ձեզ պաշտում է, ես նա դադարեց, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը, ես ձեզ շատ կարևոր մարդ եմ համարում իմ կյանքում, Անահիտի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա համոզված էր, որ նա կարող էր լսել, նա չգիտեր, թե ինչ ասել, ինչպես արձագանքել, այդ ժամանակ նա արեց միակ բանը, որ հրամայեց իր բնազդը, փոխեց թեման, այսօրվա օրը շատ հատուկ էր, Հեղինեն այնքան ուրախ էր, Ռուբենը նկատեց խուսափումը, բայց չճնշեց, այո, հատուկ էր, եւ գիտեք ինչ, ես էլ էի ուրախ, շատ ժամանակ է անցել, ինչպես ես ինձ այդպես չեմ զգացել։ Ուրախ եմ ձեզ համար, իսկապես, նրանք լուռ ավարտեցին ամանները, բայց դա հարմարավետ լռություն էր, լի չասված բաներով, որոնք օդում էին կախված, երբ ավարտեցին, Ռուբենը թեթ դիպավ Անահիտի ձեռքին, բարի գիշեր, Անահիտ, եւ շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եկար, դա շատ բան նշանակեց ինձ համար, խնդրեմ, բարի գիշեր, Անահիտը գնաց իր սենյակ, սիրտը արագացած, նա պառկեց մահճակալին նայեց առաստաղին, փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվում իր հետ, նա չէր կարող սիրահարվել իր տիրոջը, դա անհնար էր, անհարիր, վտանգավոր։ Բայց զգացմունքներն այնտեղ էին, աճում էին ամեն օր, ամեն զրույցի, ամեն փոխանակված հայացքի հետ, եւ ամենավատն այն էր, որ Անահիտը տպավորություն ուներ, որ Ռուբենը նույնն էր զգում, բայց ինչ կարող էին անել նրանք։ Աշխարհը չէր ընդունի հարուստ գործարարի նրա տնային տնտեսուհու հարաբերությունները, կասեին, որ նա շահամոլ է, որ օգտվում է իրավիճակից, կասեին, որ Ռուբենը շփոթում է երախտագիտությունը սիրո հետ, միգուցե նրանք ճիշտ էին, միգուցե այն, ինչ նրանք զգում էին, պարզապես պատրանք էր, ինտենսիվ հուզական պահի արդյունք, բայց երբ Անահիտը փակեց աչքերը այդ գիշեր, նա տեսավ Ռուբենի դեմքը, նրա մասին մտածելով քնեց, հաջորդ օրերը հուզական ամերիկյան բլուրներ էին, Ռուբենը վերադարձավ աշխատանքի, բայց պահպանեց տուն ավելի շուտ գալու երեկոները Հեղինեի հետ անցկացնելու սովորությունը, եւ ամեն անգամ, երբ կարող էր, նա փնտրում էր Անահիտին խոսելու, ինչ-որ բանի համար շնորհակալություն հայտնելու, պարզապես նրա կողքին լինելու համար, Անահիտը փորձում էր պահպանել հանգստությունը, հեռավորությունը, բայց դա ավելի ու ավելի դժվար էր, հատկապես երբ տիկին Մարիամը սկսեց մեկնաբանություններ անել, Անահիտ, սիրելիս, կարող եմ քեզ հարց տալ, ասաց տիկինը մի կեսօր, երբ նրանք միասին սուրճ էին խմում խոհանոցում, իհարկե, տիկին Մարիամ, դու նկատե՞լ ես ինչ-որ տարբերություն Ռուբենի մոտ։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում, տարբերություն ինչպես նա ավելի թեթ է, ավելի ներկա, եւ ես կարծում եմ, որ դա քեզ հետ է կապված, ինձ հետ, Անահիտը փորձեց զարմացած թվալ, բայց գիտեր, որ համոզիչ չէր, այո, իմ աղջիկ, այնպես, ինչպես նա նայում է քեզ, այնպես, ինչպես նա ժպտում է, երբ դու մոտ ես, մայրը նկատում է այդ բաները, Անահիտը չգիտեր, թե ինչ ասել, տիկին Մարիամը շարունակեց մեղմ ձայնով, եւ գիտես ինչ, ես ընդհանրապես դեմ չէի լինի, դու հրաշալի աղջիկ ես, Անահիտ։ Ազնիվ, աշխատասեր։
Սիրալիր Հեղինեի նկատմամբ, ցանկացած մայր ուրախ կլիներ ունենալ քեզ նման հարս, տիկին Մարիամ, ամբողջ հարգանքով, ես կարծում եմ, որ դուք սխալ եք մեկնաբանում բաները, Ռուբենը պարզապես քաղաքավարի է, որովհետև ես օգնեցի նրան, երբ նա դժբախտ պատահար ունեցավ, իսկապես, թե՞։ Նա վերջապես բացեց աչքերը, տեսավ այն, ինչ միշտ եղել է իր առջ, Անահիտը շեղեց հայացքը, զգալով, որ արցունքները սպառնում են դուրս գալ, նույնիսկ եթե դա ճիշտ լիներ, նույնիսկ եթե մեր մեջ ինչ-որ բան լիներ, դա երբեք չէր ստացվի, մարդիկ չէին հասկանա։ Սարսափելի բաներ կասեին, ով է մտածում, թե ինչ կասեն մարդիկ, կարևորն այն է, թե ինչ եք զգում դուք, եւ եթե դուք ինչ-որ իսկական բան եք զգում, արժե դրա համար պայքարել, բայց տիկին Մարիամը չէր հասկանում, դա այդքան պարզ չէր։ Անահիտը գրում էր ամբողջ կյանքի։ Սպիերը ստորադաս վերաբերվելու, կարծելու, որ բարձր երազելու արժանի չէ, եւ որքան էլ Ռուբենը քաղաքավարի լիներ, որքան էլ տիկին Մարիամը ընդուներ նրան, Անահիտը գիտեր, որ արտաքին աշխարհը դաժան կլիներ, այդ գիշեր, երբ բոլորը քնեցին։ Անահիտը դուրս եկավ այգի, նա պետք է շնչեր, մտածեր, հասկանար, թե ինչ էր կատարվում իր հետ, նա նստեց դեղին վարդերի մոտի նստարանին, նրանք, որոնք Հեղինեն այդքան էր սիրում, թույլ տվեց արցունքներին վերջապես թափվել, նա չլսեց Ռուբենին մոտենալը, մինչ նա նրա կողքին էր, կարող եմ նստել, Անահիտը արագորեն սրբեց արցունքները, բայց գիտեր, որ նա արդեն տեսել էր, նա գլխով արեց, անկարող խոսելու, ի՞նչն է քեզ տխրեցնում, Անահիտ, նա առանց հումորի ծիծաղեց, շատ բաներ, կյանքը, ընտրությունները, զգացմունքները։ Անահիտը խորը շունչ քաշեց, նա գիտեր, որ ոչինչ չպետք է ասեր, որ պետք է ամեն ինչ պահեր իր մեջ, բայց բառերը դուրս եկան, մինչ նա կկարողանար կանգնեցնել դրանք, ես չպետք է ոչինչ զգամ, բացի հարգանքից քեզ համար, Ռուբեն, դու իմ տերն ես, ես քո աշխատողն եմ, բայց վերջին ժամանակներս ես զգում եմ բաներ, որոնք չպետք է զգամ, եւ դա ինձ վախեցնում է, որովհետեւ գիտեմ, որ դա չի կարող ստացվել։ Ռուբենը լուռ մնաց մի պահ, որը հավերժություն թվաց, երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր հուզմունքով, իսկ եթե ես ասեի, որ նույնն եմ զգում, որ այն օրվանից, երբ արթնացա այդ հիվանդանոցում, հասկացա, որ դու փրկեցիր իմ կյանքը, ես չեմ կարողանում դադարել մտածել քո մասին, որ ամեն զրույց, ամեն փոխանակված հայացք միայն մեծացնում է այդ զգացմունքները։ Անահիտը նայեց նրան, աչքերը լայն բացված, դու չես կարող դա ասել, դա միայն կբարդացնի ամեն ինչ, միգուցե արդեն բարդ է, Անահիտ, միգուցե արդեն սկզբից ի վեր այդպես էր, մենք երկուսս էլ փորձում էինք անտեսել, նա բռնեց նրա ձեռքը, մատները միահյուսելով։ Անահիտը զգաց էլեկտրական ցնցում իր ամբողջ մարմնով, դա սխալ էր, բայց միաժամանակ այնքան ճիշտ էր թվում, ես չգիտեմ, թե ինչ անել, Ռուբեն, ես վախենում եմ, ես էլ եմ վախենում, Անահիտ, բայց ավելի շատ եմ վախենում քեզ բաց թողնել առանց փորձելու։ Առանց գոնե տեսնելու, թե արդյոք այն, ինչ մենք զգում ենք, իրական է, նրանք մնացին այնտեղ, ձեռք ձեռքի տված, նայելով աստղերին, երկուսն էլ իմանալով, որ ոչինչ այլս նախկինի պես չի լինի, մի գիծ էր հատվել, հետդարձի ճանապարհ չկար, այժմ նրանք պետք է միասին դիմակայեին այն ամենին, ինչ գալու էր։ Ինչ էլ որ լիներ, Ռուբենի Անահիտի հարաբերությունների մասին լուրերը շուտով տարածվեցին, սկսվեց նուրբ ծով, Ռուբենի ընկերությունում աշխատող մյուս աշխատակիցների հետաքրքրասեր հայացքներով, այնուհետ Հեղինեի ընկերուհիների մայրերի շշնջուկներով դպրոցում, մինչ վերջապես հասավ Ալեքսանյանների ընտանիքի ամենամոտ սոցիալական շրջանակներին, եւ երբ հասավ, եկավ ամբողջ դաժանությամբ նախապաշարմունքով, որից Անահիտը միշտ վախեցել էր, ամեն ինչ փոխվեց հինգշաբթի օրվա կեսօրին, երբ Անահիտը գնաց Հեղինեին դպրոցից վերցնելու։ Նա սպասում էր դրսում, այլ մայրերի դայակների հետ միասին, երբ լսեց երկու կնոջ խոսակցությունը ոչ հեռու իրենից, նրանք նայում էին Անահիտի կողմը, խոսելիս, առանց ձայնը իջեցնելու մասին անհանգստանալու, հա, նա է, Ռուբեն Ալեքսանյանի աշխատողը, լսել եմ, որ հիմա իրեն նրա ընկերուհին է ծածնում, ինչ անհեթեթություն, մի տնային տնտեսուհի, նա պետք է շփոթում է երախտագիտությունը ուրիշ բանի հետ, կամ նա շատ խելացի է օգտվել է նրա թուլության պահից, այո, այդ կանայք միշտ երկրորդ մտադրություններ ունեն։ Հավանաբար նրա կարողության վրա է աչք դրել, խեղճ Հեղինե ստիպված է դրանով ապրել, բառերը Անահիտին հարվածեցին դաշույնի պես, նա զգաց, թե ինչպես է դեմքը այրվում ամոթից զայրույթից, նա ուզում էր բղավել, պաշտպանվել, ասել, որ ոչինչ այդպես չէ, բայց քարացած մնաց, անկարող արձագանքելու, երբ Հեղինեն վերջապես դուրս եկավ, Անահիտը բռնեց աղջկա ձեռքը հնարավորինս արագ հեռացավ այնտեղից, անտեսելով այն հայացքները, որոնք հետում էին իրեն, տունդարձի ճանապարհին Հեղինեն նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, Անահիտ, դու լա՞վ ես, ինչու։
Ես այդքան լուռ, Անահիտը ստիպողաբար ժպտաց, այո, իմ սեր, պարզապես մի փոքր հոգնած եմ, բայց ճշմարտությունն այն էր, որ նա լավ չէր, այդ կանանց բառերը արձագանքում էին նրա մտքում, հաստատելով բոլոր այն վախերը, որ նա ուներ այն օրվանից, երբ խոստովանեց իր զգացմունքները Ռուբենի նկատմամբ, աշխարհը չէր ընդունի այդ հարաբերությունները, մարդիկ միշտ կմտածեին, որ նա շահամոլ է, մեկը, ով օգտվել է իրավիճակից կյանքում առաջ գնալու համար, երբ նրանք տուն հասան։ Տիկին Մարիամը սպասում էր հյուրասենյակում, բայց նրա դեմքի արտահայտությունը սովորական ջերմ հյուրընկալ չէր, նրա աչքերում մտահոգություն կար, Անահիտ, սիրելիս, պետք է քեզ հետ խոսեմ, Հեղինե, խնդրում եմ, գնա խաղա քո սենյակում, երբ աղջիկը վեր բարձրացավ, տիկին Մարիամը Անահիտին հրավիրեց նստել։ Երիտասարդ կնոջ սիրտը արդեն բաբախում էր, կանխազգալով, որ այդ խոսակցությունը հեշտ չի լինի, Անահիտ, դու գիտես, թե որքան եմ քեզ հիանում հարգում, եւ ես երբեք քեզ չէի ստի, ուստի ուղիղ կլինեմ, մարդիկ խոսում են քո Ռուբենի մասին։ Եվ լավ բաներ չեն ասում, ես գիտեմ։ Տիկին Մարիամ, այսօր դպրոցում ինչ-որ բաներ լսեցի, եւ դա պարզապես սկիզբն է, իմ աղջիկ, Ռուբենի քույրը Ջուլիան, այսօր ինձ զանգահարեց լիովին շփոթված, նա անհանգստանում է ընտանիքի հեղինակության համար, թե ինչ կմտածեն ընկերներն ու բիզնես գործընկերները, ասաց, որ դա կարող է վնասել ընկերությանը, Անահիտը զգաց, որ արցունքները սկսում են հոսել, ես երբեք չեմ ուզել խնդիրներ առաջացնել, ես երբեք չեմ խնդրել զգալ այն, ինչ զգում եմ։ Տիկին Մարիամը նուրբ բռնեց Անահիտի ձեռքը, ես գիտեմ, սիրելիս, եւ ես պաշտպանեցի ձեզ, ասացի Ջուլիային, որ կարորը իմ որդու թորնուհու երջանկությունն է, ոչ թե այն, թե ինչ կմտածեն մարդիկ, բայց նա միակը չէ, ընտանիքի այլ անդամներ հարցականի տակ են դնում իրավիճակը։ Եվ շինարարական ընկերության որոշ կարոր հաճախորդներ մեկնաբանություններ են անում, ինչ եք ուզում ասել, ես ասում եմ, որ ճնշումը կմեծանա, եւ դու պետք է պատրաստ լինես, ինչպես Ռուբենը, որովհետեւ եթե դուք իսկապես ուզում եք միասին լինել, ապա շատ բաների պետք է դիմակայեք, եւ դա հեշտ չի լինի, այդ գիշեր, երբ Ռուբենը տուն հասավ, Անահիտը սպասում էր նրան հյուրասենյակում, նա անցկացրել էր վերջին ժամերը մտածելով, լացելով, լուծում գտնելու փորձերով, բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր համոզվում, որ ցավ չառաջացնող ելք չկար, մենք պետք է խոսենք, ասաց նա։ Հենց նա մտավ, Ռուբենը անմիջապես նկատեց նրա ձայնի լրջությունը, նա նստեց Անահիտի կողքին բազմոցին, բռնելով նրա ձեռքը, ինչ պատահեց, Անահիտն ամեն ինչ պատմեց, կանայք դպրոցում, խոսակցությունը տիկին Մարիամի հետ, տարածվող մեկնաբանությունները։ Նա տեսավ, թե ինչպես է Ռուբենի ծնոտը սեղմվում զայրույթից, երբ նա խոսում էր, ես չեմ մտածում, թե ինչ են մտածում այդ մարդիկ, ասաց նա, երբ Անահիտն ավարտեց, նրանք իրավունք չունեն դատելու այն, ինչ մենք զգում ենք, բայց նրանք կդատեն, Ռուբեն, եւ դա կազդի քեզ վրա, Հեղինեի վրա, քո ընկերության վրա, ես չեմ կարող քո կյանքում այդքան խնդիրների պատճառը լինել, դու ոչ մի խնդրի պատճառ չես, Անահիտ, խնդիրները նախապաշարմունք ունեցող մարդիկ են, ովքեր չեն կարող տեսնել արտաքինից այն կողմ, բայց նրանք չեն փոխվի մեկ օրում։ Եվ մինչ այդ ամեն օր ավելի դժվար կդառնա, ինձ համար, քեզ համար, հատկապես Հեղինեի համար, դու ուզում ես, որ քո դուստրը իմ պատճառով չարախոսությունների թիրախ դառնա, Ռուբենը ձեռքերը տարավ դեմքին, ակնհայտորեն հիասթափված, այդ դեպքում ինչ ես առաջարկում։ Որ մենք պարզապես հանձնվենք, որ ես ծածնեմ, թե ոչինչ չեմ զգում քո նկատմամբ, ես առաջարկում եմ, որ մենք լավ մտածենք, նախքան շարունակելը, միգուցե ավելի լավ է, որ ես հեռանամ այս տնից, ուրիշ աշխատանք գտնեմ, մի փոքր ժամանակ տամ, որ ամեն ինչ հանդարտվի, ոչ։ Ռուբենը բարձր խոսեց անմիջապես իջեցրեց ձայնը, հիշելով, որ Հեղինեն քնած էր, ոչ, Անահիտ, ես քեզ չեմ թողնի հեռանալ, ոչ հիմա, երբ վերջապես գտա մեկին, ով ինձ ստիպում է նորից ապրել ցանկանալ, Անահիտի արցունքներն արդեն ազատորեն հոսում էին։ Իսկ դու կարծում ես, որ ինձ համար հեշտ է, դու կարծում ես, որ ես ուզում եմ հեռանալ, բայց ես պետք է մտածեմ, թե ինչն է լավագույնը բոլորի համար, եւ այստեղ մնալը, լինելով բամբասանքների դատապարտումների թիրախ, ոչ մեկի համար լավ չէ։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված։ Միասին լացելով իմանալով, որ անդունդի առջ են կանգնած, ինչ որոշում էլ կայացնեին, ինչ որ մեկը վնասված կլիներ, հաջորդ օրերին իրավիճակը միայն վատացավ, Ջուլիան, Ռուբենի քույրը, եկավ տուն, լարված զրույցի համար, նա քաղաքավարի էր Անահիտի հետ, բայց հստակ ասաց, որ չի հավանություն տալիս հարաբերություններին, Ռուբեն, դու պետք է մտածես Հեղինեի մասին, ասաց Ջուլիան, երբ նրանք սուրճ էին խմում հյուրասենյակում, ինչ կասեն մարդիկ նրա մասին, գործարարի դուստրը, ով ներքաշվել է աշխատողի հետ։ Դա կնշանի նրա կյանքը, մարդիկ կասեն այն, ինչ ուզեն, միշտ ասել են, կարևորն այն է, թե ինչպես ենք դաստիարակում Հեղինեին, ինչ արժեքներ ենք փոխանցում նրան, եւ ինչ արժեքներ են դրանք, որ կարևոր չէ, թե մարդը որտեղից է, որ սերը ամեն ինչ հաղթահարում է։
Ջուլիան առանց հումորի ծիծաղեց. «Դու միշտ չափից շատ իդեալիստ ես եղել, Ռուբեն, իրական աշխարհն այդպես չի աշխատում, միգուցե պետք է աշխատեր»։ Անահիտը խոհանոցից էր լսում խոսակցությունը, որտեղ նա ավելի շատ սուրճ էր պատրաստում։ Ջուլիայի յուրաքանչյուր բառը մեկ հաստատում էր, որ նա չէր պատկանում այդ աշխարհին, որքան էլ Ռուբենը ցանկանար պայքարել նրանց համար, իրականությունն այն էր, որ նրանց մեջ հսկայական սոցիալական արգելք կար, այդ արգելքը չէր անհետանա միայն այն պատճառով, որ նրանք սիրում էին միմյանց։ Երբ Ջուլիան հեռացավ, Ռուբենն ուղիղ խոհանոց գնաց հետից գրկեց Անահիտին. «Մի մտածիր նրա ասածի մասին, նա պարզապես մտահոգված է արտաքին տեսքով, բայց նա մի բանում ճիշտ է, Ռուբեն, դա կազդի Հեղինեի վրա, եւ ես չեմ կարող դա անել նրա հետ, ես սիրում եմ այդ աղջկան, կարծես նա իմ դուստրը լինի, եւ դրա համար էլ դու պետք է մնաս, Հեղինեին դու պետք ես, Անահիտ, նա քեզ սիրում է»։ Երբեմն սիրելը նշանակում է իմանալ, թե երբ հեռանալ, Ռուբենը Անահիտին շրջեց դեպի իրեն, երկու ձեռքով բռնելով նրա դեմքը։ «Խնդրում եմ, այդպես մի խոսա, մի հանձնվիր մեզանից», բայց Անահիտն արդեն կայացրել էր իր որոշումը, նա գիտեր, թե ինչ պետք է աներ, նույնիսկ եթե դա իր սիրտը 1000 կտորի բաժաներ։ Մի կիրակի առավոտ էր, երբ Անահիտը հավաքեց իր քիչ իրերը պատրաստվեց հեռանալ։ Նա նախորդ գիշեր խոսել էր տիկին Մարիամի հետ, բացատրելով իր որոշումը, տիկինը լացել էր փորձել համոզել նրան մնալ, բայց վերջում հարգել էր Անահիտի ընտրությունը։ Ռուբենը գործուղման էր վերադառնալու էր միայն հաջորդ օրը, Անահիտը գիտեր, որ դա վախկոտություն էր։ Հեռանալ առանց նրան անձամբ հրաժեշտ տալու, բայց նա գիտեր, որ եթե նրան տեսներ, ուժ չէր ունենա հեռանալու, ամենադժվարը Հեղինեի հետ հրաժեշտ տալն էր։ Անահիտը գնաց աղջկա սենյակ, որտեղ նա խաղում էր իր տիկնիկների հետ։ «Հեղինե, իմ սեր, պետք է քեզ մի բան ասեմ», աղջիկը նայեց նրան այդ մեծ, վստահ աչքերով։ «Ինչ եղավ, Անահիտ, ես պետք է մի որոշ ժամանակով հեռանամ»։ Հեղինեի ժպիտը անմիջապես անհետացավ։ «Հեռանալ, որ, ինչու հիշում ես, որ ես քեզ ասացի, որ մի օր ուզում էի վերադառնալ սովորելու, դե ուրեմն, մեկ այլ քաղաքում հնարավորություն առաջացավ, ես պետք է գնամ, բայց դու կվերադառնաս, չէ՞, դու խոստացել ես, որ միշտ մեզ հետ կմնաս»։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը կտոր լինում, նա ծնկի իջավ Հեղինեի առջ բռնեց նրա փոքրիկ ձեռքերը։ «Ես միշտ քեզ կսիրեմ, Հեղինե, դու աշխարհի ամենահատուկ աղջիկն ես, եւ նույնիսկ հեռու, ես ամեն օր կմտածեմ քո մասին, չես գնա»։ Հեղինեն սկսեց լացել, իրեն նետելով Անահիտի գիրկը։ «Մի գնա, Անահիտ, ես քեզ սիրում եմ, դու չես կարող գնալ»։ Անահիտը ամուր գրկեց աղջկան, թույլ տալով իր արցունքներին թափվել։ «Ես էլ քեզ սիրում եմ, իմ սեր, ավելի շատ, քան պատկերացնում ես»։ Տիկին Մարիամը հայտնվեց սենյակի դռան մոտ, կարմրած աչքերով, ժամանակն էր գնալու։ Անահիտս մեկ անգամ համբուրեց Հեղինեի ճակատը, արագ վեր կացավ, արագ դուրս գալով, մինչ որ այլս չկարողանար։ Տան դռան մոտ տիկին Մարիամը ամուր գրկեց նրան. «Դու հատուկ աղջիկ ես, Անահիտ, ուր էլ որ գնաս, դա քեզ հետ վերցրու, եւ եթե մի օր ուզենաս վերադառնալ, այս տան դռները միշտ բաց կլինեն։ Շնորհակալություն ամեն ինչի համար, տիկին Մարիամ։ Այդքան սիրով հարգանքով ինձ հետ վարվելու համար»։ Անահիտը դուրս եկավ առանձնատնից, փոքր ճամպրուկով, ծանր սրտով, նա տարիների ընթացքում բավականաչափ գումար էր խնայել, մի քանի ամիս իրեն պահելու համար, մինչ ուրիշ աշխատանք կգտներ։ Նա որոշեց գնալ Հայաստանի մարզերից մեկը, Գյումրի կոչվող քաղաք, այնտեղ նա կարող էր նորից սկսել, հեռու այն ամենից, ինչ հիշեցնում էր իր հետում թողած կյանքը։ Երբ Ռուբենը հաջորդ օրը վերադարձավ գործուղումից, իմացավ, որ Անահիտը հեռացել է, անմխիթար էր։ Հեղինեն օրեր շարունակ լացում էր, հրաժարվելով ուտելուց, անընդհատ հարցնելով, թե երբ է Անահիտը վերադառնալու։ Ռուբենը փորձեց գտնել Անահիտին, զանգահարեց իր բոլոր կոնտակտներին, բայց նա պարզապես անհետացել էր։ Ալեքսանյանների տունը, որը նորից սկսել էր լցվել կյանքով ու ուրախությամբ, նորից դարձավ այն լուռ ու դատարկ վայրը, ինչպես առաջ, Ռուբենն ավելի մեծ ինտենսիվությամբ ընկղմվեց աշխատանքի մեջ, փորձելով մոռանալ ցավը, բայց որքան էլ աշխատեր, նա չէր կարողանում Անահիտին հանել իր մտքից։ Ջուլիան փորձեց համոզել նրան, որ այդպես ավելի լավ էր, որ ժամանակի ընթացքում նա կհաղթահարեր, բայց Ռուբենը գիտեր, որ դա ճիշտ չէր։ Նա Անահիտի մեջ գտել էր ինչ-որ հազվագյուտ թանկարժեք բան, իսկական սեր, որը չէր մտածում փողի կամ սոցիալական կարգավիճակի մասին։ Եվ նա թույլ էր տվել այդ սիրուն փախչել, որովհետև բավականաչափ ուժեղ չէր նախապաշարմունքին դիմակայելու համար։ Գյումրիում Անահիտը աշխատանք գտավ մի փոքրիկ հիվանդանոցում, որպես բուժքույրի օգնական, աշխատանքը հոգնեցուցիչ էր, բայց նա սիրում էր դա, նա սիրում էր մարդկանց խնամել, ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն մտցնել։ Նա փոքրիկ բնակարան էր կիսում մեկ այլ բուժքույրի օգնականի հետ, փորձում էր նոր կյանք կառուցել, բայց որքան էլ փորձեր, նա չէր կարողանում մոռանալ Ռուբենին, Հեղինեին։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, նա մտածում էր նրանց մասին, հարցնում էր իրեն.
Թե արդյոք Հեղինեն դեռ խնամում էր դեղին վարդերը, արդյոք Ռուբենը նորից փակվել էր հուզականորեն, արդյոք նրանք կարոտում էին իրեն այնքան, որքան նա էր կարոտում նրանց, 3 ամիս ցավի կարոտի, Անահիտը թաքուն լացում էր ամեն անգամ, երբ մենակ էր մնում։ Նա հարցնում էր իրեն, թե արդյոք ճիշտ որոշում էր կայացրել, արդյոք արժեր այդքան տառապել, պաշտպանելու մի սեր, որը միգուցե երբեք հնարավորություն չէր ունենա ստացվելու, մի գիշեր, երբ նա վերադառնում էր հիվանդանոցից, հատկապես դժվար հերթապահությունից հետո, Անահիտը անցավ մի հրապարակի կողքով, որտեղ մի ընտանիք պիկնիկ էր անում, հայրը խաղում էր դստեր հետ, մինչ մայրը սնունդ էր կարգի բերում, դա այնքան պարզ, այնքան գեղեցիկ տեսարան էր, որ Անահիտը ստիպված էր կանգ առնել դիտել, եւ հենց այնտեղ, Գյումրիի այդ հրապարակում, նա վերջապես ինչ-որ բան հասկացավ, նա փախել էր ոչ թե Ռուբենին Հեղինեին պաշտպանելու համար, նա փախել էր իրեն պաշտպանելու համար, որովհետև վախենում էր, որ բավականաչափ լավ չէ, որ չի պատկանում այդ աշխարհին, որ կդատվի, կնվաստացվի, նա թույլ էր տվել վախին հաղթել սերը, եւ հիմա վճարում էր այդ վախկոտության գինը, արդյոք դեռ ժամանակ կար շտկելու համար, արդյոք Ռուբենը դեռ նույնն էր զգում, արդյոք նա կարող էր ներել իրեն հեռանալու համար, առանց նրան պայքարելու հնարավորություն տալու։ Անահիտը չգիտեր այդ հարցերի պատասխանները, բայց 3 ամսվա մեջ առաջին անգամ նա հույսի մի կայծ զգաց իր կրծքավանդակում, միգուցե ուշ չէր, միգուցե դեռ հնարավորություն կար, այդ գիշեր նա վերցրեց հեռախոսը նայեց տիկին Մարիամի համարին, որը պահել էր, բայց երբեք համարձակություն չուներ հավաքելու, նրա մատները դողում էին էկրանի վրա, պետք է զանգահարեր, պետք է վերադառնար, բայց մինչ նա կկարողանար որոշում կայացնել, հեռախոսը զանգահարեց, անհայտ համար էր, Անահիտը պատասխանեց հետաքրքրված, ալո Անահիտ։ Մյուս կողմի ձայնը ծանոթ էր, թե Անահիտը անմիջապես չէր կարողանում ճանաչել, Մարիամն է, սիրելիս, Ռուբենի մայրը, Անահիտի սիրտը թռավ, տիկին Մարիամ, ինչպես եք ստացել իմ համարը, հեշտ չէր, բայց վճռական մայրը ամեն ինչ կարող է անել, նա դադարեց, Անահիտը կարող էր լսել հուզմունքը նրա ձայնում, Անահիտ, ես պետք է քեզ մի բան ասեմ, դա Ռուբենի մասին է, նա լավ չէ, այն օրվանից, երբ դու հեռացար, նա նույնը չէ, ճիշտ չի ուտում, հազիվ է քնում, մոլուցքով է փնտրում քեզ, եւ Հեղինեն, իմ խեղճ թոռնուհին, ամեն օր լացում է Անահիտի համար, արցունքները սկսեցին հոսել Անահիտի դեմքով, ես շատ եմ ցավում, տիկին Մարիամ, ես երբեք չեմ ուզել այդքան ցավ պատճառել, ես գիտեմ, սիրելիս, բայց փախչելը լուծում չէր, դուք սիրում եք միմյանց, իսկական սերը արժանի է հնարավորության, կարևոր չէ, թե ինչ կասեն մարդիկ, վերադարձիր, Անահիտ, վերադարձիր մեզ մոտ, վերադարձիր նրա մոտ, Անահիտը փակեց աչքերը, թույլ տալով արցունքներին ազատորեն թափվել, ամիսների մեջ առաջին անգամ նա թույլ տվեց իրեն իսկական հույս զգալ, միգուցե տիկին Մարիամը ճիշտ էր։ Միգուցե սերը արժանի էր երկրորդ հնարավորության, եւ միգուցե, պարզապես միգուցե, դեռ ժամանակ կար ամեն ինչ շտկելու, տիկին Մարիամի զանգը ամեն ինչ փոխեց, Անահիտն ամբողջ գիշեր չքնեց, մտածելով, թե ինչ պետք է աներ։ Վերադառնալը նշանակում էր դիմակայել այն ամենին, ինչ ստիպել էր նրան փախչել առաջին հերթին, դատապարտող հայացքները, չարախոսությունները, սոցիալական ճնշումը, բայց հեռու մնալը նշանակում էր ապրել կրծքավանդակում մի դատարկությամբ, որը ոչինչ չէր կարողանում լրացնել, երբ արը ծագեց, Անահիտն արդեն կայացրել էր իր որոշումը։ Նա հրաժարական տվեց հիվանդանոցից, բացատրելով, որ ընտանեկան արտակարգ իրավիճակ ունի Երանում, նրա բնակարանի ընկերուհին տխրեց լուրից, բայց օգնեց Անահիտին հավաքել իրերը, 2 օրից պակաս ժամանակում նա պատրաստ էր իր ճամպրուկով, պատրաստ նստելու ավտոբուսը, վերադառնալու Երան։ Բայց մեկնելուց առաջ նա որոշեց մի բան անել, նա նոր բջջային հեռախոս գնեց զանգահարեց տիկին Մարիամին, տիկին Մարիամ, Անահիտն է, ես վերադառնում եմ, մյուս կողմում լռություն տիրեց, որին հաջորդեց հուզված լաց, փառք Աստծո, իմ աղջիկ, երբ ես հասնում։ Վաղը կեսօրից հետո, բայց տիկին Մարիամ, ես պետք է ձեզ մի խնդրանք ասեմ, մի ասեք Ռուբենին, ես ուզում եմ նրան անակնկալ մատուցել, կամ ավելի լավ է, ես պետք է համոզվեմ, որ նա իսկապես ուզում է, որ ես վերադառնամ, նա ուզում է, Անահիտ։ Կարող ես համոզված լինել դրանում, բայց ես հարգում եմ քո որոշումը, քո գաղտնիքը ապահով է ինձ մոտ, Անահիտը շնորհակալություն հայտնեց անջատեց հեռախոսը, ավտոբուսային ուղղությունը անվերջ թվաց, նա ժամանակն անցկացնում էր պատուհանից նայելով, տեսնելով անցնող քաղաքները, սիրտը ավելի ու ավելի արագ բաբախում էր, երբ մոտենում էր Երանին, ինչ կասեր, երբ նրան տեսներ, ինչպես կարձագանքեր Ռուբենը, իսկ եթե նա հանձնվել էր իրենից, իսկ եթե 3 ամիսը բավական էր նրա համար, որպեսզի հասկանար, որ դա պարզապես թուլության պահ էր, հուզական շփոթություն դժբախտ պատահարից հետո, Անահիտը փորձում էր հեռացնել այդ մտքերը, բայց դրանք համառորեն վերադառնում էին, անվստահությունը հին ընկերուհի էր, միշտ ներկա իր կյանքի ամենակարևոր պահերին, նա Երան հասավ ուրբաթ օրվա կեսօրից հետո։
Տիկին Մարիամը սպասում էր նրան ավտոկայանում, երբ երկուսը հանդիպեցին, ամուր գրկեցին միմյանց, հուզմունքից լացելով, «Դու ավելի նիհարել ես», նկատեց տիկին Մարիամը, մի փոքր հեռանալով Անահիտին նայելու համար, ճիշտ չէիր սնվում, դժվար էր ուտել, երբ սիրտը այդքան ծանր էր։ Խոստովանեց Անահիտը, դե հիմա դու ճիշտ կուտես կվերականգնես քո գեղեցիկ ժպիտը, եկ նախ գնանք իմ տուն, դու պետք է հանգստանաս պատրաստվես, տիկին Մարիամի տանը Անահիտը երկար լոգանք ընդունեց, փորձելով հանգստացնել իր նյարդերը։ Տիկինը համեղ տնական ուտելիք էր պատրաստել, Անահիտը կերավ ավելին, քան շաբաթներ շարունակ, ընթրիքից հետո նրանք երկար խոսեցին, ինչպես է Հեղինեն, հարցրեց Անահիտը, ձայնը կարոտով լի, տխուր, շատ տխուր, նա կանգնում է խաղի կեսին նայում դատարկությանը, կարծես սպասում է, որ դու հայտնվես, դադարեցրել է դեղին վարդերը խնամելը, ասաց, որ առանց քեզ հետաքրքիր չէ, արցունքները նորից եկան Անահիտի աչքերին, ես եսասեր էի, կարծում էի, որ պաշտպանում եմ ձեզ բոլորիդ, բայց պարզապես ինձ էի պաշտպանում, տիկին Մարիամը բռնեց նրա ձեռքը։ Դու վախենում էիր, իմ աղջիկ, եւ դա մարդկային է, բայց հիմա դու այստեղ ես, դա է կարևորը, վաղը շաբաթ է, Ռուբենը չի աշխատի, կլինի տանը Հեղինեի հետ, դա կատարյալ հնարավորություն կլինի ձեզ համար խոսելու, Անահիտն անցկացրեց գիշերը տիկին Մարիամի տանը, բայց հազիվ քնեց, նա հազարավոր տարբեր սցենարներ էր պատկերացնում վերամիավորման համար, երբ վերջապես քնեց, նա երազեց Ռուբենի, Հեղինեի այգու դեղին վարդերի մասին, հաջորդ օրը, նախաճաշից հետո, տիկին Մարիամը Անահիտին տարավ Ալեքսանյանների առանձնատան մոտ, բայց կանգնեցրեց մեքենան մի քանի թաղամաս հեռու, այստեղից դու ոտքով կգնաս, դա պետք է ինքնուրույն անես, սիրելիս, Անահիտը գլխով արեց, սիրտը այնքան ուժեղ բաբախում էր, որ թվում էր, թե կցանկանար դուրս գալ կրծքից, նա դուրս եկավ մեքենայից, վերցրեց իր փոքրիկ ճամպրուկը սկսեց քայլել, ամեն քայլը թվում էր, թե տոննա է կշռում, երբ վերջապես հասավ առանձնատան դարպասին, նա երկար ժամանակ կանգնած մնաց այնտեղ, քաջություն հավաքելով, առաջինը Հեղինեն տեսավ նրան, աղջիկը դիմացի այգում էր, նստած նստարանին, որտեղ Անահիտը սովորաբար պատմություններ էր կարդում նրան, երբ նա նայեց դարպասին տեսավ Անահիտին այնտեղ կանգնած, նրա աչքերը լայն բացվեցին զարմանքից անհավատությունից, Անահիտը շշնջաց նա, կարծես վախենալով, որ դա պարզապես պատրանք էր, ողջույն, իմ սեր, ասաց։ Անահիտը, արցունքներն արդեն հոսում էին դեմքով, Հեղինեն վազեց իր փոքրիկ ոտքերի ամբողջ ուժով, բղավելով Անահիտի անունը, երբ նա հասավ դարպասին, իրեն նետեց նրա գիրկը, գրկելով նրան այնպիսի ուժով, որը Անահիտը չգիտեր, որ աղջիկն ուներ։ Դու վերադարձար, ես գիտեի, որ դու կվերադառնաս, լացում էր Հեղինեն, կառչած Անահիտի պարանոցից, ես վերադարձա, իմ սեր, եւ այս անգամ երբեք չեմ հեռանա, խոստանում ես, խոստանում եմ, հենց այդ պահին Ռուբենը հայտնվեց տան դռան մոտ։ Նա լսել էր Հեղինեի բղավոցները եկել էր տեսնելու, թե ինչ էր կատարվում, երբ նա տեսավ Անահիտին այնտեղ գրկած իր դստերը, նա կանգ առավ տեղում, կարծես ցնցում ստացած լիներ, Անահիտ, նրա ձայնը անհավատության հույսի խառնուրդ էր, Անահիտը բարձրացրեց հայացքը, դեռ բռնած Հեղինեին, ողջույն Ռուբեն, նա դանդաղ իջավ մուտքի աստիճաններով, կարծես վախենալով, որ նա կանհետանա, եթե նա շատ արագ շարժվեր, երբ վերջապես մոտեցավ, նա կանգնած մնաց այնտեղ, պարզապես նայելով նրան, աչքերը փայլում էին չթափված արցունքներից, դու այստեղ ես, իրականում, ես այստեղ եմ, եւ ես շատ եմ ցավում, Ռուբեն, շատ եմ ցավում, որ հեռացա, որ փախա, որ վախկոտ էի, դու վախկոտ չէիր, ասաց նա, ձայնը խեղդված, դու վախենում էիր, եւ ես պետք է ավելի շատ պայքարեի քեզ համար։ Պետք է հետեի քեզ նույն օրը, չպետք է թույլ տայի, որ հեռանաս, Հեղինեն մի փոքր հեռացավ Անահիտից, նայելով երկու մեծահասակների միջ, դուք հիմա միասին կլինեք, որովհետեւ ես ուզում եմ, որ Անահիտը միշտ մնա, Ռուբենը ձեռքը մեկնեց Անահիտին, կարող եմ, հարցրեց նա, ցույց տալով Հեղինեին, իհարկե, Հեղինեն գնաց հայրիկի գիրկը, Ռուբենը մյուս ձեռքը տվեց Անահիտին, նրանք երեքը մնացին այնտեղ, կազմելով մի փոքրիկ շրջան, մի ընտանիք, որը վերջապես վերամիավորվեց, տան ներսում ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես Անահիտը հիշում էր։ Բայց միաժամանակ թվում էր, թե տարբեր է, ավելի սառը, ավելի դատարկ, կարծես տունը կորցրել էր իր հոգին, երբ նա հեռացել էր, մինչ Հեղինեն վազում էր իր սենյակ, վերցնելու բոլոր այն նկարները, որոնք արել էր Անահիտի համար վերջին 3 ամիսներին, Ռուբենը, Անահիտը։ Վերջապես մենակ մնացին հյուրասենյակում, դու նիհարել ես, նկատեց Անահիտը, դու էլ, Ռուբենը տխուր կեշպիտ տվեց, կարծում եմ, որ մեր երկուսից ոչ մեկը լավ չէր այդ ամիսներին, ես փորձեցի, Ռուբեն, փորձեցի նորից սկսել, նոր կյանք կառուցել, բայց չկարողացա, որովհետև իմ սիրտը այստեղ էր, քեզ Հեղինեի հետ, իմն էլ քեզ հետ էր, ամեն օր ես փնտրում էի քեզ, նույնիսկ մասնավոր դետեկտիվ վարձեցի, բայց դու պարզապես անհետացել էիր, մայրս էր, որ վերջապես գտավ քեզ, չէ, Անահիտը գլխով արեց։ Նա զանգահարեց ինձ։ Ստիպեց ինձ տեսնել, որ սխալ էի։
գործում, որ սերը արժե պայքարել, կարևոր չէ թե ինչ կասեն մարդիկ, եւ դու իսկապես հավատում ես դրան հիմա, որովհետեւ Անահիտ, եթե դու վերադառնաս մնալու, մենք շատ բաների պետք է դիմակայենք, մեկնաբանությունները չեն դադարի, իմ քույրը դեռ կարծում է, որ սխալ եմ գործում, ընկերության որոշ հաճախորդներ կատակներ են անում իմ մեջքի հետում, դա դժվար կլինի, ես գիտեմ, բայց քեզանից հեռու լինելը շատ ավելի դժվար էր, եւ ես մի բան հասկացա այդ 3 ամիսներին։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ ինձ ստորադաս զգալով, կարծելով, որ բարձր երազելու արժանի չեմ, որովհետև ցածրից եմ եկել, բայց դու ինձ ստիպեցիր տեսնել, որ ես ավելին եմ, քան իմ ծագումը, որ ես արժեք ունեմ, եւ եթե որոշ մարդիկ չեն կարողանում դա տեսնել, ապա խնդիրը նրանցն է, ոչ թե իմը, Ռուբենը ժպտաց, այս անգամ իսկական ժպիտով, սա այն ոգին է, որին ես սիրահարվեցի, Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, դու սիրահարվել ես, նա մոտեցավ, բռնելով նրա ձեռքերը, ես լիովին, անդառնալիորեն սիրահարվեցի քեզ, Անահիտ, այն օրվանից, երբ արթնացա այդ հիվանդանոցում։ Հասկացա, որ դու փրկեցիր իմ կյանքը, իրականում դու ինձ շատ ավելի վաղ փրկեցիր ինձ միայնությունից, տխրությունից, անիմաստ կյանքից, դու ինձ սովորեցրիր նորից սիրել, նորից հայր լինել, նորից ապրել։ Արցունքները հիմա ազատորեն հոսում էին Անահիտի դեմքով, ես էլ քեզ սիրում եմ, Ռուբեն, այնքան եմ սիրում, որ ցավում է, այդ դեպքում այլս չենք վնասի միմյանց, նա ծնկի իջավ նրա առջ, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ, ես սա գնեցի 2 շաբաթ անց, երբ դու հեռացար, պահում էի, սպասելով այն օրվան, երբ նորից կգտնեմ քեզ, երբ նա բացեց տուփը, Անահիտը տեսավ մի պարզ, բայց գեղեցիկ մատանի փոքրիկ ադամանդով, որը փայլում էր սենյակի լույսի ներքո, Անահիտ, ես գիտեմ, որ սա արագ է, գիտեմ, որ դեռ շատ բան ունենք լուծելու, շատ խոչընդոտներ հաղթահարելու։ Բայց ես չեմ ուզում ավելի շատ ժամանակ կորցնել, կյանքը չափազանց կարճ է, ես հազիվ էի կորցրել իմը հիմար ձով այդ լոգարանում, դու ինձ երկրորդ հնարավորություն տվեցիր, հիմա ես ուզում եմ այդ երկրորդ հնարավորության մնացած մասն անցկացնել քո կողքին։ Ամուսնացիր ինձ հետ։ Անահիտ, եղիր իմ կինը, եղիր Հեղինեի մայրը, եղիր այս ընտանիքի պաշտոնապես հավերժ մասը։ Անահիտը չէր կարողանում խոսել, զգացմունքներն այնքան շատ էին, որ բառերը պարզապես դուրս չէին գալիս, այդ ժամանակ նա պարզապես գլխով արեց։ Արցունքները թափվում էին այն ձեռքերի վրա, որոնք Ռուբենը բռնած էր, այո։ Հարցրեց նա, աչքերը հույսով փայլելով, այո է, վերջապես կարողացավ ասել Անահիտը, 1000 անգամ այո, Ռուբենը մատանին դրեց նրա մատին իրեն քաշեց համբուրելու, մի համբույր, որը կնքեց միասին ապագայի խոստումը, որը մոռացրեց վերջին ամիսների բոլոր ցավերը, որը վերահաստատեց այն սերը, որը նրանք երկուսն էլ զգում էին, Հեղինեն հենց այդ պահին վերադարձավ հյուրասենյակ, ձեռքերը լի նկարներով, երբ նա տեսավ նրանց երկուսին համբուրվելիս, ամեն ինչ գցեց հատակին սկսեց ցատկել ուրախությունից, դուք ամուսնանալու դուք ամուսնանալու եք, Անահիտը հիմա իմ իսկական մայրը կլինի, Ռուբենը Անահիտը ծիծաղեցին, բացելով ձեռքերը Հեղինեի համար, ով իրեն նետեց նրանց մեջտեղը, նրանք երեքը մնացին այնտեղ գրկախառնված, վերջապես կազմելով այն ընտանիքը, որը միշտ պետք է լինեին, հաջորդող շաբաթներին Անահիտը նորից սկսեց ապրել Ալեքսանյանների առանձնատանը, բայց այս անգամ ոչ թե որպես աշխատող, այլ որպես Ռուբենի հարսնացու, դա հարմարվողականության շրջան էր։ Ռուբենը ուրիշ մարդու վարձեց տան մասին հոգ տանելու համար, պնդելով, որ Անահիտը պետք է պարզապես մտահոգվի երջանիկ լինելով իր մասին հոգ տանելով, նշանադրության լուրը արագ տարածվեց, ինչպես սպասվում էր, առաջացրեց ամեն տեսակի մեկնաբանություններ, Ռուբենի որոշ ընկերներ հեռացան, ցնցված նրա ընտրությունից։ Հաճախորդները վատ համի կատակներ արեցին, Ջուլիան շաբաթներ շարունակ չէր համաձայնում նորից խոսել եղբոր հետ, բայց յուրաքանչյուր հեռացած մարդու համար 2 այլ մարդ հայտնվեցին, աջակցելու համար, իսկական ընկերներ, ովքեր մտածում էին Ռուբենի երջանկության մասին, ոչ թե սոցիալական կոնվենցիաների, նոր հաճախորդներ, ովքեր հիանում էին նրա քաջությամբ, հետելու իր սրտին, եւ Տիկին Մարիամը զույգի ամենամեծ պաշտպանն էր, ընտանեկան հավաքույթներում, սոցիալական հանդիպումներում, ուր էլ որ լիներ, նա հստակ ասում էր, որ Անահիտը լավագույնն էր, ինչ պատահել էր իր որդու թոռնուհու հետ, եւ ովքեր չէին կարողանում դա տեսնել, պարզապես արժանի չէին լինել նրանց կյանքի մի մասը, Անահիտը որոշեց վերադառնալ ուսմանը, նա ընդունվեց բուժքույրական տեխնիկական դասընթացի, վերջապես իրականացնելով այն երազանքը, որը այդքան ժամանակ պահել էր իր մեջ, Ռուբենը խրախուսում էր նրան ամեն քայլափոխի, հպարտանալով տեսնելով այն կնոջը, ում սիրում էր իր նպատակներին հասնելիս, հարսանիքը նշանակվեց առաջարկությունից 3 ամիս անց, Անահիտը պարզ բան էր ուզում, բայց Ռուբենը պնդեց հատուկ բան անել, ոչ թե ցուցադրության համար, այլ որովհետև ուզում էր տոնել այդ սերը այնպես, ինչպես արժանի էր, հարսանիքի օրը Անահիտը արթնացավ Տիկին Մարիամի տանը, որտեղ նա անցկացրել էր նախորդ գիշերը, հետելով ավանդույթին։ Նա նայեց իրեն հայելու մեջ։
Կրելով մի պարզ, բայց գեղեցիկ սպիտակ զգեստ, որը տիկին Մարիամն օգնել էր ընտրել, նրա մազերը բաց էին, միահյուսված բնական ծաղիկներով, նա հազիվ էր ճանաչում հայելու մեջի կնոջը, երազ էր թվում, դու գեղեցիկ ես իմ աղջիկ, ասաց տիկին Մարիամը, մտնելով սենյակ, աչքերը արցունքներով լի, եթե քո տատիկ Թագուհին կարողանար տեսնել քեզ հիմա, այնքան հպարտ կլիներ, Անահիտը դիպավ իր կրած մանյակին մի փոքրիկ մեդալի, որը տատիկինն էր եղել, ես գիտեմ, որ նա ինձ տեսնում է, և ուրախ է։ Հարսանիքը այգում էր, բացօթյա, միայն։ Մոտ ընտանիքի անդամների իսկական ընկերների հետ, հարյուրավոր հյուրեր չկային, բայց այնտեղ գտնվող մարդիկ նրանք էին, ովքեր իսկապես կարոր էին, Հեղինեն հարսնաքույրներ, դեղին վարդերի թերթիկներ շաղ տալով այն ճանապարհով, որով Անահիտը անցավ մինչ զոհասեղան։ Երբ Ռուբենը տեսավ Անահիտին մտնող, նա չկարողացավ զսպել արցունքները, նա շքեղ էր, բայց ավելին, նա շողում էր երջանկությունից, և հենց այդ երջանկությունն էր, որ նա ուզում էր տեսնել այդ դեմքին իրենց կյանքի մնացած մասում, երդումները պարզ էին, բայց խորապես հուզիչ, Ռուբենը խոստացավ սիրել հարգել նրան ամեն օր, անկախ նրանից, թե ինչ կասեր աշխարհը, Անահիտը խոստացավ լինել նրա կողքին լավ-վատ պահերին, լինել մայր Հեղինեի համար կառուցել ընտանիք, հիմնված իսկական սիրո վրա։ Երբ արարողապետը վերջապես նրանց ամուսին կին հայտարարեց, այն համբույրը, որը նրանք կիսեցին, ծափահարվեց ներկա բոլորի կողմից, Հեղինեն վազեց գրկելու նրանց, այնտեղ, այդ կատարյալ պահին, նրանք երեքը պաշտոնապես դարձան ընտանիք, խնջույքը պարզ էր, բայց ուրախ, երաժշտություն կար, պար։ Շատ ծիծաղ հուզմունքի մի քանի արցունք, նույնիսկ Ջուլիան, ով եկել էր կիսադժկամորեն, երեկոն ավարտեց խոստովանելով, որ երբեք եղբորը այդքան երջանիկ չէր տեսել, երբ գիշերն ավարտվեց հյուրերը հեռացան, Ռուբենը, Անահիտը Հեղինեն միասին վերադարձան տուն, նրանք Հեղինեին քնեցրին, աղջիկը քնեց ժպիտով դեմքին, իմանալով, որ վերջապես ամբողջական ընտանիք ուներ, մենակ սենյակում Ռուբենը հետից գրկեց Անահիտին, մինչ նա մազերից ծաղիկները հանում էր, տիկին Ալեքսանյան, ինչպե՞ս եք զգում ձեզ։ Անահիտը ծիծաղեց, դեռ չսովորած նոր ազգանվանը, ես ինձ աշխարհի ամենահաջողակ կինն եմ զգում, ես եմ հաջողակը, որ դու վերադարձար, որ ինձ հնարավորություն տվեցիր, որ հավատացիր մեր սիրուն, Անահիտը շրջվեց նրա գրկում, խորը նայելով նրա աչքերին։ Ես հազիվ թույլ տվեցի վախին հաղթել, հազիվ թույլ տվեցի, որ ուրիշների կարծիքը ոչնչացնի այն, ինչ ունեինք, բայց դու չթույլ տվեցիր, և դրա համար դու ամենաուժեղ կինն ես, որին ես ճանաչում եմ, նրանք համբուրվեցին, համբույր, որը լի էր ապագայի խոստումներով, սիրով, որը հաղթահարում էր բոլոր խոչընդոտները, երջանիկ ավարտով, որը ձեռք էր բերվել քաջությամբ, վճռականությամբ, ամիսները վերածվեցին տարիների, Անահիտը ավարտեց բուժքույրական կրթությունը, սկսեց աշխատել հանրային հիվանդանոցում, իրականացնելով մարդկանց խնամելու իր երազանքը, Ռուբենը շարունակեց իր ընկերության հետ, բայց սովորեց հավասարակշռել աշխատանքը ընտանիքը, Հեղինեն մեծացավ սիրով շրջապատված, դառնալով վստահ երջանիկ աղջիկ, դժվար պահեր, իհարկե, եղան, չարախոսությունները դեռ երբեմն հայտնվում էին։ Բայց Անահիտը Ռուբենը սովորեցին ուշադրություն չդարձնել, կենտրոնանալով այն բանի վրա, ինչ իսկապես կարոր էր, այն սերը, որը նրանք զգում էին միմյանց նկատմամբ, այն ընտանիքի նկատմամբ, որը կառուցել էին, տիկին Մարիամը սովորաբար ասում էր, որ Անահիտը հրեշտակ էր, որն ուղարկվել էր իր ընտանիքը փրկելու համար, բայց Անահիտը միշտ պատասխանում էր, որ հենց ինքն էր փրկվել միայնությունից, ոչ մի տեղ չպատկանելու զգացումից, այն համոզմունքից, որ երջանիկ լինելու արժանի չէ, և երբ նրանք միասին նստում էին այգում, տեսնելով Հեղինեին դեղին վարդերը ջրելիս, Անահիտը Ռուբենը գիտեին, որ ճիշտ ընտրություն էին կատարել, նրանք ընտրել էին սերը ամենից վեր, նրանք ընտրել էին պայքարել այն բանի համար, ինչին հավատում էին, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը նրանց դեմ էր։ Եվ ի վերջո, սերը հաղթել էր, որովհետև իսկական սերը միշտ հաղթում է, կարևոր չէ, թե որտեղից ես, ինչ սոցիալական դասից ես, ինչ են ասում մարդիկ, երբ երկու հոգին հանդիպում ճանաչում են միմյանց, ոչինչ չի կարող նրանց բաժանել, և սա էր Անահիտի Ռուբենի սովորած ամենամեծ դասը, որ սիրտը չի ճանաչում սոցիալական արգելքներ, չի մտածում փողի կամ կարգավիճակի մասին, սիրտը պարզապես սիրում է, և երբեմն, եթե մենք բավականաչափ քաջություն ունենք, այդ սերը կարող է փոխակերպել ոչ միայն մեր կյանքը, այլ մեզ շրջապատող աշխարհը։ Պատմության ավարտը սիրելի լսողներ, հուսով ենք, որ Անահիտի Ռուբենի պատմությունը շոշափել է ձեր սիրտը, եթե դուք հուզվել եք, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։